378,000 քաղաքացի օգտվում է կենսաթոշ հետ վճարի համակարգից, դա բոլոր ստացողների 57%-ն է 660-ից, այսինքն դա խիստ զանգվածային միջոցառում է, որից օգտվում են այդքան մարդ եւ կարող են օգտվել բոլորը։ Հետ վճարի համակարգի ներդրումը պատահական չի, այն ունի երկու նպատակ, մենք միշտ բարձրաձայնում ենք դրա մասին եւ այդ երկու նպատակը պետք է դիտարկել միշտ միասին։ Առաջին նպատակը դա այո, մեր քաղաքացիներին թույլ տալ ավել ստանալ իրենց կենսաթոշակները եւ նպաստները, բայց նաեւ կա երկրորդ նպատակը, որը տնտեսության ստվերից դուրս գալն է, տնտեսության ստվերից դուրս գալը, որով որ պետք է նաև հավելյալ հարկեր հավաքագրվեն, որպեսզի կարողանանք նաև բարձրացնել թե կենսաթոշակների նպաստները, թե մնացած բոլոր պետական ծախսերը, եւ այդ տեսանկյունից դա այսպես անգլերեն ասած win-win կամ հայերեն հաղթանակ լուծում է, որ հաղթում են երկուսը, այսինքն դու ստանում ես քո ավել հետ վճարը եւ նաեւ դրանով գեներացնում ես հավելյալ հարկեր, որով որ ըստ էության այդ հետ վճարը տրվում է, ուղիղ բարձրացումներ եղել են կենսաթոշակների մինչ օրս, բայց մենք կարծում ենք, որ այս նորարարական լուծումները, որոնք դուք նաև տեսնում եք, որ կիրառվում են արդեն նաև ուրիշ գործիքներով, ոչ միայն կենսաթոշակների, այլև ընդհանրապես մեր քաղաքացիներին հավելյալ եկամուտներ ապահովելու, այդ 2%-ի։ Այդ գործիքները շատ էֆեկտիվ են եւ մենք նաեւ դրա շնորհիվ ենք ունենում պետական բյուջեի հավաքագրումներ, պետական բյուջեի կատարում, որի մասին նաեւ երեք խոսեցինք, եւ այդպես շարունակ, այսինքն մենք կարծում ենք, որ գործիքը էֆեկտիվ է եւ դրա համար էլ 12%-ը դարձրել են 20%-ի, ապագայում միգուցե նաեւ այլ վերանայումներ լինեն։ Կոմունալների մասով, կոմունալները ի սկզբանե եղել են, հետո են հանվել եւ հենց այդ իմ ասած երկրորդ տրամաբանությունից ելնելով են հանվել, որովհետեւ կոմունալ վճարումները երբեք չեն հեռացվերում։ Տասնյակ տարիներ չեն եղել, որտեղ խիստ հաշվառված են եղել եւ հոսանքը, էլեկտրականությունը եւ ջուրը եւ գազը եւ դրանով հավելյալ հարկային մուտքեր գեներացնելու խնդիր մենք չենք կարող լուծել։ Ես հասկանում եմ, որ կա նաեւ կենսաթոշակառուներ, ոչ միայն կենսաթոշակառուների, բոլորի համար էլ բեռ ինչ որ չափով կոմունալները վճարելու, բայց մենք տեսել ենք վարկագծային փոփոխություն, երբ որ այդ կոմունալները եղել է, հետո ինչ որ մի պահ դուրս է եկել, մենք այդ պահին տեսել ենք այդ վճարի չափի իջեցում, բայց հետո նորից վերականգնում։ Այսինքն մեր քաղաքացիները իրենց վարկագիծը շտկելով ինչ որ ձև, որտեղ նաև մենք հասկանում ենք, որ շատ քաղաքացիներ նաև այլ ծախսեր են իրականացնում, եկել նորից բարձրացել է եւ մենք հիմա 4200 դրամի միջին հետ վճարի չափ ունենք, որը կարող է պոտենցիալ դառնալ այս նոր փոփոխություններով, իհարկե կախված նաեւ այդ կենսաթոշակառուի ստացած կենսաթոշակի չափից, այո, այդտեղ սահմանափակումներ կան, մինչեւ 10000 դրամ։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, դուք իհարկե երկուսն էլ նշեցիք, բայց հետո վերջում էլ պատասխանեցիք ձեր հարցին, ասելով որ դա այլ կոնտեքստում է ասվել, որտեղ երկրորդ հայտարարությունը, այսինքն առաջի հայտարարությունը ազգային ժողովի կրկին այլ կոնտեքստում է ասվել եւ ես եւս մեկ անգամ կարող եմ կրկնել այդ կոնտեքստը, ասվել է հետեւյալ կերպ, քանի որ մեր 65 տարեկանից բարձր ավագ սերնդի ներկայացուցիչները իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, մենք որոշել ենք այդ հարցը հոգալ, մենք որոշել ենք այդ ծախսը վերցնել մեր վրա եւ քանի որ առողջության ապահովության ամսական վճարը մոտավորապես 10800 դրամ է 200,000-ից բարձր ստացող քաղաքացիների համար։ Այն մյուս բոլոր քաղաքացիների համար պետական բյուջեից է փոխանցվում այդ 10800 դրամը, որը փաստացի կարելի է ասել, որ մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք ապահովության հիմնադրամին, որ երբ որ կծագի խնդիր, այդ խնդիրը լուծվի, իսկ խնդիրը երբեք չլիներ 10000 դրամի օրինակները տասնյակ, հարյուրավոր, հազարավոր են, այդ ծախսերը կարող է լինել 100,000-ավոր դրամների, որտեղ 100,000 դրամից էժան բժշկական միջամտություն պարզապես չկա։ Ինքնուրույն մինչև միլիոնավոր դրամների եւ ես կարծում եմ, որ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է 2026 թվականի, հաշվի առնելով նաև մնացած բարելավումները եւ այնքան մեծ օգուտ է տալու իրենց եւ իրենց ընտանիքներին, դա էլ հաշվի առնել։ Նաև իրենք փաստացի չեն ծախսելու, այն ինչ որ պոտենցիալ պիտի ծախսեին, նաև իրենց ընտանիքները չեն ծախսելու, որ այդ իրենց ազատ միջոցները մնալու են օգտագործելու այլ ծախսերի վրա։ Ես իհարկե չեմ ուզում մի քիչ ավելի խորանալ, թե օրինակ առողջապահական ծախսերը մեր աղքատ
աղքատության եւ ընդհանրապես ընտանիքների աղքատացման մեջ ինչ մեծ դեր ունեն, բայց ամենամեծ դերերից մեկը ունեն։ Մարդիկ դրանց պատճառով վարկեր են վերցնում, տներ են վաճառում, մեքենաներ են վաճառում, ընտանի կենդանիներ են վաճառում, որոնցով իրենց ապրուստն են հոգում, եւ այս բարեփոխումը նաեւ միտված է աղքատության հաղթահարմանը։ Նույնը վերաբերում է մյուս երեկվա հայտարարությանը, վարչապետի ասած հայտարարությունները պետք է նայել կոնտեքստում եւ դրանք ամբողջությամբ արտացոլում են իրականությունը ըստ էության։